Բայց եկեք արձանագրենք, որ Ռուսաստանին ձեռք չի տալիս երկար ժամանակով զրկվել մեր էժան միրգ բանջարեղեններից։ Պարոն Յովհաննիսյան, ձեզի գիտություն ասեմ, որ հայկական գյուղմթերքն ամենևին էլ էժան չէ։ Տաջիկստանը, Ղրղստանը, Ղազախստանը, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները գյուղմթերքի գնով շատ առավել մրցունակ են։ Անգամ Վրաստանն է առավել մրցունակ։ Իսկ հայկական գյուղմթերք մեծապես սպառում են հենց սփյուռքահայերը։ Ռուսին մեծ տարբերություն չկա հայկական, թե ասենք թե տաջիկական ծիրան գնել։ Հայկական արտադրանքի ողջ նիշան միայն Տաջիկստանն ընդունակ է անմիջապես լրացնել։ Ոգելից խմիչքների հայկական նիշայի վրա շատ վաղուց աչք ունի Վրաստանն ու մեթոդաբար գրավում է այն։ Եթե Ռուսաստանը հանկարծ որոշի երկարացնել այդ սահմանափակումները, մենք դուրս կգանք ԵԱՏՄ-ից, փակելով ռուսական տնտեսության համար կարևոր արևմտյան ապրանքները Հայաստանով ներմուծելու հնարավորությունը։ Յոհ, պարոն Յովհաննիսյան, բա դուք դեմ չէիք գորշ սխեմաներով վերարտահանմանը։ Ասեմ իմանաք, ձեր մերձավոր իշխանականները լավ էլ օգտվել են այդ աղբյուրներից, լավ փողեր են աշխատել, ու մեզ դրել են կրիտիկական կախվածության մեջ։ Այո, Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ ուրախանալու բան չկա։ Պարոն Յովհաննիսյան, էլմի ոնց չկա ուրախանալու բան։ Դուք արդեն տարիներ շարունակ կոնֆլիկտ եք հրահրում Ռուսաստանի հետ։ Այս վիդեոն նկարելուց հետո հաստատ շամպայն եք կմփսրել։ Էլ չասեմ երկաթուղու, Հրազդանի ջերմաէլեկտրակայանների ու բազմաթիվ այլ օբյեկտների ազգայնացումը, ռուսական հեռուստաալիքների փակումը եւ այլն։ Ռուսները նենց էլ գիտեն, որ վաղ թե ուշ այս ամենն անելու էիք, ու արդեն սկսել էիք երկաթուղու մասով։ Ուրիշ։ Իսկ եթե Ռուսաստանը էապես թանկացնի գազի գինը, մենք գազը ուրիշ տեղերից կգնենք։ Որտեղից ենք գնելու։ Գազի 85%-ից ավելին ռուսական է։ Իրանում էլ պատերազմ է, իրանական գազատարն էլ չի բավարարելու ողջ պահանջարկը։ Այդտեղից բերելու ենթակառուցվածքները կարժենան տարիներ ու միլիարդներ։ Ամերիկայից հեղուկ գազ ենք առնելու, թե ռուսական կախվածությունը փոխարինելու ենք ադրբեջանականով։ Ընդհանուր առմամբ ժամանակին չարժեր խորացնել այնպես էլ շատ խորը կախվածությունը։ ԵԱՏՄ-ն լքելով սպառնալը մի տեսակ վախենալու չի լինի էլի իրենց համար։ Մեզ համար այս իրավիճակում շատ ավելի վախենալու է, եթե անկեղծ։ Գործարարների սննկացումից ու գործազրկությունից մինչև գազի թանկացում ու շղթայական գնաճ։ Լավ, տնտեսականը չանցավ, տեսնենք էլ ինչ ասում մեր պրոֆեսոր ամենինչագետը։ Կարող ենք դուրս գալ հապկից ու վռնդել 102-րդ ռազմակայանը։ Ամբողջ աշխարհը կտեսնի, թե որքան է թուլացել վաղեմի գերտերությունը։ Հա, այս հարցում հաստատ կարող ենք ահավոր ցավացնել Ռուսաստանին։ Պարզապես, եթե չեմ սխալվում, ձեր մերձավոր իշխանականները որդեգրել են առանց որևէ թշնամի կուրսը։ Ակնհայտորեն ՌԴ-ն թշնամանալու է Հայաստանի հետ ռազմաբազան հեռացնելու արդյունքում։ Ու այս արկածախնդրության արդյունքում կարող է ամբողջ աշխարհը ոչ միայն տեսնի, թե ոնց է թուլացել վաղեմի գերտերությունը, այլև թե ոնց է կործանվում վաղեմի հնագույն քաղաքակրթություններից մեկի պետությունը։ Ու քանի այսքանն ասել եմ, եկեք նաև ասեմ, թե ինչ էր պետք անել։ Տնտեսական մասով խոհեմ կլիներ, որ ձեր մտերիմ իշխանականները դեռ 22-ից ի վեր գորշ սխեմաներով ու վերարտահանումով աշխատած հսկա միջոցները անմիտ վատնելու փոխարեն ստեղծեին ստրատեգիական ծրագրերի ֆոնդ ու ներդնեին այնտեղ։ Դա հնարավորություն կտար նման իրավիճակում արագ նոր ենթակառուցվածքներ ստեղծել, լաբորատորիաներ հիմնել, սուբսիդավորել գյուղատնտեսության սեկտորը, որ ԵՄ ստանդարտներին համապատասխան արտադրանք ստեղծեին ու օգնեին սերտիֆիկացման հարցերում։ Ժամանակին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել իրացման շուկաները, նաև ստեղծել արժեքների ստեղծման նոր շղթաներ, ու մենք չենք հայտնվի մի իրավիճակում, երբ մեր բոլոր ձվերը ռուսական զամբյուղի մեջ են։ Քաղաքական մասով խոհեմ կլիներ սպասել մինչև 2044 թվականն ու այնքան լավ կատարել տնային աշխատանքը մինչ դա, որ պայմանագրի լրացման պահին պայմանագիրը կատարված լիներ ու պարտք ու պահանջ չմնար երկու կողմերի միջև։ Լարվածություն էլ չասեմ, թշնամանք չառաջանար պայմանագրի կատարումից հետո։ Ու ինձ մոտ որպես տնտեսագետ առաջանում է շատ տրամաբանական հարց. ինչ ենք մենք ստանալու ՌԴ շուկան կորցնելու ու ՌԴ հետ թշնամանալու արդյունքում։ Որն է լինելու այն մեծ արդյունքը, որը պիտի գերազանցի այս կորուստները։ Նիկոլի Բաղձալի աթոռին մնալը, ՔՊ պարգևավճարներ ստանալու կայֆերի շարունակականությունը, թե ձեր հոգեկան բավարարվածության զգացումը։ Մենակ խնդրում եմ, չասեք էլի ինքնիշխանությունը։ Ինքնիշխանության համար պայքարողը մեթոդաբար չի խորացնում կախվածությունը մինչև կրիտիկական կետ։ Այնպես որ, պարոն Յովհաննիսյան, դուք կամ այդքան ուժեղ ամենինչագետ չեք, քանի որ ձեզանից առնվազն տնտեսագետ դուրս չի գա, կամ էլ դուք ուժեղ ամենինչագետ եք ու մանիպուլացնում եք։ Ու մնում է ամենավերջին հռետորական հարցը, որ շատ են սիրում տալ ձեր մերձավոր իշխանականները։ Այդ տում երեխաների ապագայի հաշվին եք Ռուսաստանի հետ գնում ընթարման։